Նախագահ հաշվի առնելով, որ երեք կայացավ գործադիր մարմնի նիստը եւ հայտարարություն տարածվեց, հայտարարությունը նորից ակտիվացրել է քաղաքական օրակարգի հարցադրումները իմպիչմենտի շուրջ, մի մասը իրատեսական է գնահատում, նույնիսկ անհապաղ կոչ են անում միավորվել իմպիչմենտի գործընթացի շուրջ, հաշվի առնելով մեր շուրջ ստեղծված իրավիճակը տարածաշրջանի լարումը, որպեսզի նոր կորուստների չբախվենք, մյուս մասն էլ ասում են իրատեսական չի, ընտրություններից առաջին չի իմպիչմենտ եւ այլն։ Ձեր դիտարկումները այս տեսակետների առնչությամբ եւ այդ ձեր կոչից հետո ինչ արձագանքներ են եղել քաղաքական ուժերի կողմից։ Դեռևս արձագանքներ չկան, բայց ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր մշտապես փորձել են, հիմա էլ են փորձում իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ 10 անգամ ասել են, հիմա 11-րդ անգամ ասում։ Անկախ որևէ հանգամանքից, իմպիչմենտ լինի թե չլինի, ընտրություններ լինելու են։ Դրանք հերթական ընտրություններ են, որ կարող են հետաձգվել միայն ու միայն այն եզակի դեպքերից, այդ դեպքերին ես չանդրադառնամ, էլի։ Մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է։ Մենք ասում ենք, որ իմպիչմենտը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է։ Եկեք փորձենք, իսկ եթե ասում են չի լինի, հիմա ինչ փորձենք եւ այլն, իրենք նմանվում են ամենայն հավանականությամբ այսօրվա Հայաստանի կառավարիչներին, ովքեր ասում են, դե մենք թույլ ենք Ադրբեջանին չուզմա տանք։ Դե չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում փորձենք իրականացնել։ Պարոն նախագահ, այս համատեքստում եւս մեկ ճշգրտում, քանի որ դեռևս հայտնի չի դարձել ձեր մասնակցել չմասնակցելու հանգամանքը ընտրություններին ձեր ուժի, այս իմպիչմենտի գործընթացը ավելի կմոտեցնի ձեզ մասնակցելու հեռանկարին, թե չմասնակցելու, թե ինչից է կախված, մինչ ընտրությունների պրոցեսներից է կախված։ Մեր, եթե խոսքը գնում է մեր ընտրությունների մասնակցելու մասին, ապա մենք որոշում ենք կայացնելու, ելնելով նրանից, թե մեր կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարը։ Պետք է մի բան։ Պարոն նախագահ, եւ տարածաշրջանում կատարվողի վերաբերյալ, թեև առիթներ ունեցել ենք արձանագրումներ անելու ձեր մտահոգությունների վերաբերյալ, բայց տեսնում ենք, որ լարվածությունը ավելի է, այսպես գնալով Սաստկանում, նույնիսկ ավելի մեր սահմաններին մոտ կատարվում են գործողություններ։ Համարժեք է արդյոք այսօր իշխանությունների արձագանքը, քաղաքական գործունեությունը, պահվածքը, հայտարարությունները, թե անախրոնիզմ կա։ Բոլոր պարագաներում իրոք մեր հարևանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում եւ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողությունները ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա։ Ուստի ես կարծում եմ, որ գործող իշխանությունները լրջորեն պետք է մոտենան այս հանգամանքին, իսկ նրանց լրջությունը պետք է բնութագրվի համարժեք պահվածքով։ Ես այդպես պահվածք չեմ տեսնում։ Պարոն նախագահ, այսօր սպառապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նախ ինչպես եք գնահատում այս տարիները առանց Վազգեն Սարգսյանի ֆիզիկական ներկայության, որտեղ այդուհանդերձ նրա գաղափարախոսությամբ շարունակվում են սերունդներ դաստիարակվել եւ Սասուն Միքայելյանը նշում է, որ սպառապետ Վազգեն Սարգսյանին սպանեցին, խփեցին այնպես, ինչպես փորձում էին Նիկոլ Փաշինյանին խփել։ Ես չգիտեմ, որ մասով է մարմնի մտածում այդպես խոսողը անկախ անձնավորությունից, բայց անհնար է ուղղակի իմ պատկերացումների, իմ մտածելակերպի մեջ անհնար է համեմատել երկու այդպիսի անձերի, երկու այդպիսի գործիչների։ Իսկ այո, Վազգենը ֆիզիկապես չկա, արդեն երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, Վազգենի դիրքորոշումները այսօր շատ մարդկանց մեջ է ապրում եւ վստահ եմ, որ այդ մոտեցումները, դիրքորոշումները շատ երկար դեռևս լինելու են մարդիկ, ովքեր ջերմությամբ կրելու են։
Նախագահ եւ վերջում մի հստակեցում հաշվի առնելով, որ փողոցային պայքարի մասին եւս խոսք է գնացել հայտարարության մեջ, արտաքին քաղաքական կոնսենսուսի պայմաններում, իշխանությանը աջակցելու պայմաններում, այդ գաղտնաձերծված նամակներ խնդրագրերի պայմաններում, ինչպես է գնահատում փողոցային պայքարի արդյունավետությունը, հնարավոր պայքարի արդյունավետությունը։ Ախր, գիտեք, եթե մենք մեզ պատճառներ են պետք, որպեսզի չգործենք, կարող ենք ձեր ասածների վրա 10 պատճառել բերել։ Իսկ եթե մենք ցանկություն ունենք գործելու, պետք է գործենք։ Այսինքն ով կարող է այսօր ասի հաջողելու է, թե չի հաջողելու։ Այդ մոտեցումը ինձ համար տարօրինակ է եւ անիմաստ։